Այսօր մենք ականատես ենք լինում Միացյալ Նահանգների և Կանադայի միջև փոխադարձ տարիֆների սահմանմանը, հարաբերությունների կտրուկ վատթարացմանն ու ընդհուպ մինչև երկու կողմերից հնչող այն մտքին, որ Միացյալ Նահանգները ցանկանում է Կանադան դարձնել իր 51-րդ նահանգ։ Այսպիսով ինչ է տեղի ունենում, երբ տարիֆները կամ մաքսատուրքերը մղում են լայնածավալ տնտեսական բախման։ Այսօրվա տեսանյութում ես կխոսեմ առևտրային պատերազմների մասին։ Ողջույն, ձեզ հետ է Word and Me Project-ը և դոկտոր Եվա Ալեքսանյանը։ Եթե ձեզ դուր են գալիս այս թեմաներն ու տեսանյութերը, ապա չմոռանաք սեղմել հավանել կոճակը, տարածել տեսանյութերը և բաժանորդագրվել այս ալիքին։ Կարող եք այցելել Word and Me Project-ի կայքը, այն է www.wordandme.info և տեղեկանալ այս նախագծի և այլ ծրագրերի մասին։ Մինչ առևտրային պատերազմների պատմությունը ներկայացնելը, ես ուզում եմ ձեզ ներկայացնել մի պատմություն, մի առասպել, որը հազարամյակների ճանապարհ է անցել և մեզ հասել։ Խոսքս Վարդավառի պատմության մասին է։ Իմ հեղինակած այս նկարազարդ պոեմ գիրքը ներկայացնում է Վարդավառի պատմությունը, գեղեցկության և սիրո աստվածուհի Աստղիկի և պատերազմի աստված Վահագնի պայքարը, տոկունությունը, զոհաբերությունն ու սիրո ուժը։ Այն չարի ու բարու պայքարի, քաջության և անկոտրում ոգու մասին է։ Գիրքը հասանելի է տարբեր առցանց հարթակներում։ Դուք կարող եք այն ձեռք բերել օրինակ Amazon-ում, Barnes & Noble-ում և այլուր։ Հղումները ես կտեղադրեմ ներքևում։ Ձեռք բերեք գիրքը, բացահայտեք մեր հայկական դիցաբանության մի հատվածը և թողեք ձեր արձագանքները Amazon-ում, սոցիալական մեդիայի հարթակներում և այլուր։ Այսպիսով, ինչ է առևտրային պատերազմը։ Լայն իմաստով առևտրային պատերազմ տեղի է ունենում, երբ երկրներն առևտուրը վերածում են տնտեսական մարտադաշտի։ Յուրաքանչյուր կողմ սահմանում է մաքսատուրքեր, քվոտաներ կամ այլ խոչընդոտներ ի պատասխան տնտեսական կամ քաղաքական վեճերի։ Սովորաբար այն սկսվում է հետևյալ կերպ. ինչ պատճառներով մի երկիր սահմանում է տարիֆներ մյուսի նկատմամբ, մյուս երկիրը պատասխան քայլեր է ձեռնարկում իր հերթին սահմանելով տարիֆներ կամ սահմանափակումներ։ Կողմերից ոչ մեկը չի ուզում թույլ երևալ, լարվածությունը և պատասխան գործողությունները շարունակվում են, իսկ սրան զուգահեռ երկու երկրներում գները բարձրանում են, շուկաներում անկայունությունը և անկանխատեսելիությունը քաոսային իրավիճակ է ստեղծում, իսկ դիվանագիտական հարաբերությունները գնալով լարվում են։ Նման գործողությունները շարունակվում են տարիներ։ Այ հենց սա է պատճառը, որ վերջերս, երբ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ եվրոպական ապրանքների նկատմամբ մտադրություն ունի սահմանել 25% տարիֆ կամ մաքսատուրք, Իտալիայի վարչապետ Մելոնին կոչ արեց Եվրամիությանը չարձագանքել պատասխան տարիֆներով և վերբալ էսկալացիայով։ Այլապես կարելի է ակնկալել ավելի լուրջ առևտրային պատերազմ։ Իդեպ, քանի որ խոսեցի Եվրամիության և Միացյալ Նահանգների մասին, նշեմ, որ այս երկու կողմերի միջև առևտրային պատերազմներն այնքան էլ նոր բան չեն։ Դրա վառ օրինակն է 1960-ականների տխրահռչակ հավերի պատերազմը։ Այո, հավի կամ հավերի պատերազմ։ Այնինչ սկսվեց 1950-ականների վերջին, երբ ամերիկյան թռչնամիս արտադրողները հեղեղեցին եվրոպական շուկան էժան հավի մսով։ Եվրոպացի ֆերմերները, հատկապես Ֆրանսիայում և Գերմանիայում, չէին կարողանում մրցակցել ամերիկյան էժան հավի մսի դեմ։ Ուստի 1962 թվականին այն ժամանակվա եվրոպական տնտեսական համայնքը խիստ մաքսատուրքեր սահմանեց Միացյալ Նահանգներից ներմուծվող հավի մսի նկատմամբ, դրանք չափազանց թանկ դարձնելով եվրոպացի սպառողների համար։ Միացյալ Նահանգները, իհարկե, մտադրություն չուներ թույլ տալ, որ Եվրոպան նման բանը հեշտ մորսի։ 1963 թվականին Վաշինգտոնը հակադարձեց մաքսատուրքեր սահմանելով մի շարք եվրոպական ապրանքների վրա, այդ թվում ֆրանսիական կոնյակի նկատմամբ, գերմանական թեթև բեռնատարերի նկատմամբ, հատկապես Volkswagen բասի նկատմամբ։ Ինչու՞, որովհետև հենց գերմանացի և ֆրանսիացի ֆերմերներն էին մեծ դեր խաղացել
Միացյալ Նահանգների թռչնամսի վրա տարիֆներ սահմանելու գործում։ Եվ վերջապես Միացյալ Նահանգները տարիֆներ սահմանեց կարտոֆիլի Օսլայի վրա, քանի որ Եվրոպան մեծ ծավալներով Օսլա էր արտահանում Միացյալ Նահանգներ։ Հավի պատերազմի արդյունքում ամերիկյան սպառողները բախվեցին ավելի թանկ եվրոպական ապրանքների, Միացյալ Նահանգների կողմից սահմանված 25% տարիֆը կամ մաքսատուրքը ճնշեց Volkswagen-ի վաճառքը, Ամերիկայում պահանջարկը կրճատվեց, իսկ ամերիկյան սպառողը ստիպված էր կամ ավելի բարձր գին վճարել, կամ էլ գնել ամերիկյան ավելի ցածրորակ թեթև բեռնատարեր։ Volkswagen-ը ստիպված եղավ վերանայել իր ռազմավարությունը Միացյալ Նահանգներում եւ շրջանցման ուղիներ փնտրել։ Բայց ահա ինչն է հետաքրքիր։ Այս տարիֆը այդպես էլ երբեք չվերացվեց, չհանվեց։ Այսպես կոչված հավի հարկը օտարերկրյա թեթև բեռնատարերի վրա, որն ի սկզբանե սահմանվել էր 1960-ականներին, գործում է մինչ օրս։ Ահա թե ինչու շատ օտարերկրյա ավտոարտադրողներ ահռելի մաքսատուրքեր վճարելու փոխարեն նման մեքենաները արտադրում են Միացյալ Նահանգներում։ Սակայն նման առևտրային վեճը սրեց լարվածությունը Միացյալ Նահանգների եւ Եվրոպայի միջև, հիմք դնելով տասնամյակների տնտեսական բախումների։ Մեկ այլ օրինակ է բանանի պատերազմը, այն է 16-ամյա առևտրային պայքարը Միացյալ Նահանգների եւ Եվրամիության միջև։ Երբ ես Կոլորադոյի պետական համալսարանում դասավանդում էի միջազգային առևտուր եւ տնտեսական զարգացում առարկաները, բանանի առևտրային պատերազմը իմ ուսանողների ամենասիրելի օրինակներից մեկն էր։ Ամեն ինչ սկսվեց 1993 թվականին, երբ Եվրամիությունը ընդունեց առևտրային քաղաքականություն արտոնյալ պայմաններ տրամադրելով Կարիբյան կղզիներից, Աֆրիկայից եւ Խաղաղօվկիանոսյան նախկին եվրոպական գաղութներից բանանի ներմուծման համար։ Սա զգալիորեն բարդացրեց լատինամերիկյան արտադրողների համար եվրոպական շուկայում մրցակցությունը։ Լատինամերիկյան երկրներից ներմուծվող բանանը դարձավ Եվրոպայում շատ ավելի թանկ։ Կարծես թե Միացյալ Նահանգներին ինչ, լատինամերիկյան բանանն է թանկանում, բայց Լատինական Ամերիկայում բանանի ամենամեծ արտադրողները եղել եւ շարունակում են մնալ ամերիկյան կորպորացիաները, ինչպիսիք են Չիկիտան եւ Դոլը։ Իսկ այնտեղ, որտեղ կա ամերիկյան փող եւ շահ, ակնկալեք, որ Միացյալ Նահանգները պաշտոնակպես կներգրավվի։ Միացյալ Նահանգները սկսեց պնդել, որ Եվրամիության նման քաղաքականությունը խտրականություն է դնում Լատինական Ամերիկայի արտադրողների նկատմամբ եւ խախտում է համաշխարհային առևտրի կանոնները։ Վեճը շատ արագ սրվեց։ Միացյալ Նահանգները դիմեց առևտրի համաշխարհային կազմակերպությանը, որն էլ 1997 թվականին հօգուտ Միացյալ Նահանգների վճիռ կայացրեց։ Բայց երբ Եվրամիությունը հրաժարվեց առևտրի համաշխարհային կազմակերպության վճիռը ամբողջությամբ կատարելուց, 1999 թվականին Միացյալ Նահանգները հակադարձեց, ոչ թե թիրախավորելով բանանը, այլ 100% մաքսատուրքեր սահմանելով եվրոպական շքեղության ապրանքների վրա, ինչպիսիք են ֆրանսիական պայուսակները, իտալական պանիրը, շոտլանդական կաշեմիրը եւ այլն։ 16 տարի շարունակ բանանի պատերազմը լարվածություն ստեղծեց Միացյալ Նահանգների եւ Եվրամիության միջև։ Ի վերջո 2009 թվականին երկու կողմերը համաձայնության եկան, Եվրամիությունը նվազեցրեց մաքսատուրքերը լատինամերիկյան բանանի նկատմամբ, իսկ Միացյալ Նահանգները չեղարկեց իր պատասխան մաքսատուրքերը եվրոպական ապրանքների վրա։ Սա այն օրինակներից է, թե ինչպես են վերազգային կորպորացիաները ազդում երկրների առևտրային քաղաքականության վրա եւ դառնում առևտրային պատերազմի մաս։ Ինչպես հավերի պատերազմը, այնպես էլ բանանի պատերազմը ապացուցում է, որ առևտրային պատերազմները երբեք չեն վերաբերում միայն մեկ ապրանքի կամ մեկ երկրի։ Դրանք դառնում են ավելի ու ավելի ծավալուն, տևում են տարիներ, տասնամյակներ եւ ստեղծում են ալիքային էֆեկտներ։ Եվ ինչպես պատմությունն է վկայում, տարիֆները
հազվադեպ են լուծում այն խնդիրը, որը նրանք պետք է շտկեին։ Պետք է նշեմ, որ առևտրային պատերազմները մեկ գիշերվա ընթացքում չեն սկսվում։ Դրանք սովորաբար տեղի են ունենում տնտեսական անհավասարակշռության, այսինքն առևտրային հաշվեկշռի դեֆիցիտի, քաղաքական մանևրումների կամ ազգային անվտանգության մտահոգություններից ելնելով։ Առևտրային պատերազմների ամենատարածված պատճառը առևտրային դեֆիցիտն է, այսինքն հաշվեկշռի դեֆիցիտն է, այսինքն երբ երկիրն ավելի շատ ներմուծում է, քան արտահանում տվյալ երկրից։ Սա շտկելու համար կառավարությունը տարիֆներ է սահմանում օտարերկրյա ներմուծումը զսպելու եւ ներքին արտադրությունը խթանելու համար, ներքին արտադրողին պաշտպանելու համար։ Բայց նման քայլը հազվադեպ է մնում անպատասխան։ Սրան հետևում է մյուս երկրի կողմից տարիֆների կիրառումը, լարվածության աճը եւ ի վերջո առևտրային պատերազմը։ Սրա վառ օրինակն է Միացյալ Նահանգներ Չինաստան առևտրային պատերազմը, ինչի մասին կխոսեմ ավելի ուշ։ Առևտրային պատերազմները կարող են նաև առաջնորդվել զուտ քաղաքական նկատառումներով։ Նախորդ տեսանյութում ես խոսեցի 2013 թվականին սկսված Ռուսաստան-Ուկրաինա առևտրային լարվածության մասին, ինչն էլ հետագայում վերաճեց լայնամասշտաբ հակամարտության։ Բայց թերևս քաղաքական նկատառումներով պայմանավորված առևտրային պատերազմի ծայրահեղ օրինակ է Հայաստան-Թուրքիա առևտրային էմբարգոն։ 1990-ականների սկզբին, երբ Հայաստանը Խորհրդային Միությունից անկախացավ, Թուրքիան կարճ ժամանակ բաց պահեց իր սահմանները, թույլ տալով Հայաստան-Թուրքիա առևտուրը, ներառյալ, ես հիշում եմ, ցորենի արտահանումը Հայաստան։ Սա օգնեց ինչ-որ չափով նորանկախ Հայաստանին հաղթահարել սակավությունը, սակայն 1993 թվականի ապրիլին իրավիճակը կտրուկ փոխվեց։ Քարվաճառի գրավումից հետո Թուրքիան ի պատասխան համերաշխության իր եղբայր Ադրբեջանի փակեց սահմանը եւ դադարեցրեց ուղիղ առևտուրը Հայաստանի հետ։ Այդ ժամանակից ի վեր Թուրքիա-Հայաստան սահմանը շարունակում է փակ մնալ։ Սա ժամանակակից պատմության մեջ ամենաերկարատև առևտրային շրջափակումներից մեկն է։ Առանց մուտքի թուրքական շուկաներ եւ նավահանգիստներ Հայաստանը ստիպված է ապավինել Վրաստանի եւ Իրանի ավելի թանկ եւ սահմանափակ առևտրային ուղիների վրա։ Եվ քանի որ Վրաստանն էլ գիտի, որ Հայաստանը այլընտրանք չունի, պարբերաբար բարձրացնում է գները, սահմանում նոր սակագներ։ 2018 թվականին Վրաստանը բարձրացրեց հայկական բեռնատարերի տարանցման վճարները, ավելացնելով արտահանման ծախսերը։ 2021 թվականին թանկացրեց էներգակիրների ներմուծումը Հայաստանի համար։ Նման լարվածությունը երբեք չի վերաճել լիարժեք առևտրային պատերազմի Հայաստանի եւ Վրաստանի միջև։ Հիմնականում այն պատճառով, որ Հայաստանը չունի այլընտրանքային առևտրային ուղիներ եւ ուզի թե չուզի ընդունում է Վրաստանի նման քայլերը եւ փորձում դիվանագիտական հարթակներում, դիվանագիտական ճանապարհով հարցին լուծում տալ։ Այլապես ո՞րն է Հայաստանի այլընտրանքը։ Հայաստանը ցավոք չունի դեպի ծով ելք, այլ առևտրային ուղիներից օգտվելու հնարավորություն, Թուրքիայի հետ սահմանը փակ է, Իրանը բավականին խոցելի վիճակում է եւ շատ հնարավոր է ավելի վատ իրավիճակում հայտնվի շուտով, ուստի արդյունքում մնում է Վրաստանի ճանապարհներից օգտվելու տարբերակը, ինչն էլ Հայաստանին դարձնում է տնտեսապես խիստ խոցելի։ Առևտուրը երկար ժամանակ օգտագործվել է որպես Հայաստանի դեմ քաղաքական ճնշման գործիք մեկ այլ երկրի կողմից եւս Ռուսաստանի։ Թեև Հայաստանի եւ Ռուսաստանի միջև ավանդական առևտրային պատերազմ երբևէ չի եղել, սակայն եղել է այսպես կոչված փափուկ առևտրային պատերազմ, երբ Ռուսաստանը կիրառել է տնտեսական սահմանափակումներ, տնտեսական շրջափակում եւ այսպես կոչված շրջափակում եւ բյուրոկրատական խոչընդոտներ Հայաստանի նկատմամբ։ Թերևս հիշեք այն դեպքերը, երբ Ռուսաստանը դիտավորյալ խոչընդոտներ է ստեղծել հայկական ապրանքների ներմուծման համար։ Որպես Եվրասիական տնտեսական միության կամ ԵԱՏՄ անդամ,
Հայաստանը Ռուսաստանի, Բելարուսի, Ղազախստանի եւ Ղրղստանի հետ առևտուր անելիս օգտվում է ազատ առևտրի ռեժիմից, այսինքն առանց մաքսատուրքերի ռեժիմից։ Այսինքն մեծ հաշվով, քանի որ Հայաստանը եւ Ռուսաստանը ԵԱՏՄ անդամ երկրներ են, միմյանց նկատմամբ նրանք չեն կարող այս երկու երկրները մաքսատուրքեր սահմանել։ Այնուամենայնիվ, Ռուսաստանի հետ առևտրային հարաբերությունները պարբերաբար հղի են եղել լարվածությամբ, առևտրային սահմանափակումներով, որոնք ավելի շատ քաղաքական դրդապատճառներ ունեցել։ 2020-22 թվականներին Ռուսաստանը արգելքներ եւ սահմանափակումներ մտցրեց հայկական կաթնամթերքի եւ գյուղատնտեսական մթերքների նկատմամբ, պատճառաբանելով սննդամթերքի անվտանգության հետ կապված խնդիրները։ Այդուհանդերձ, բոլորիս համար էլ պարզ էր, որ Ռուսաստանի կողմից ձեռնարկած նման միջոցառումները քողարկված քաղաքական ճնշումներ էին Երևանի եւ Մոսկվայի միջև դիվանագիտական բախումների ֆոնին։ Նման արգելքներից բացի Ռուսաստանը նաև պարբերաբար իրականացրել է հայկական ապրանքների անհարկի ձգձգումներ եւ ստեղծել բյուրոկրատական խոչընդոտներ։ Հայկական ապրանքները հաճախ բախվում են անբացատրելի հետաձգումների ռուսական մաքսակետերում, ինչը մեծացնում է ծախսերը եւ դժվարացնում հայկական արտադրողի, հայկական բիզնեսի համար մրցակցությունը ռուսական շուկայում։ Ռուսաստանը մեծ հաշվով կիրառում է հենց այն գործիքները, որոնք հաճախ օգտագործվում են առևտրային պատերազմների ժամանակ։ Իհարկե բացառությամբ մաքսատուրքերի, քանի որ մենք ԵԱՏՄ անդամ ենք։ Բայց այս հարաբերությունների թերևս ամենավտանգավոր կողմը մի բան է, որը որոշ առումներով կարելի է որակել որպես տնտեսական շրջափակում։ Այն է, որ Ռուսաստանն ունի անհրաժեշտ գործիքակազմը վերահսկելու Հայաստանի առևտրային քաղաքականությունը։ ԵԱՏՄ-ում լինելը նշանակում է, որ Հայաստանը չի կարող անկախ առևտրային համաձայնագրերի շուրջ բանակցել Եվրամիության կամ այլ գործընկերների հետ առանց ԵԱՏՄ-ի, այսինքն առանց Մոսկվայի հավանության։ Սա խիստ սահմանափակում է Հայաստանի կարողությունը դիվերսիֆիկացնելու իր տնտեսությունը եւ նվազեցնելու իր կախվածությունը ռուսական շուկաներից։ Ապշեցուցիչ պարադոքս է։ Մի կողմից Ռուսաստանը ճնշում է Հայաստանի առևտուրը սահմանափակումների եւ ձգձգումների միջոցով, իսկ մյուս կողմից Հայաստանը չի կարող այլընտրանքային առևտրային գործընկերներ փնտրել արտոնյալ պայմաններով, առանց ԵԱՏՄ-ի, այսինքն մեծ հաշվով առանց Ռուսաստանի թույլտվության։ Ես նորից եմ ուզում շեշտել, Հայաստանը չի կարող ինքնուրույն բանակցություններ վարել կամ ստորագրել երկկողմ ազատ առևտրային համաձայնագրեր ԵԱՏՄ-ից դուրս գտնվող երկրների հետ։ Բոլոր նման առևտրային գործարքները պետք է հաստատվեն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից եւ ստորագրվեն ողջ միության անունից։ Հայաստանը շատ քիչ մանևրելու տեղ ունի։ Այն կարող է բանակցել ոչ սակագնային, ոչ տարիֆային, ոչ մաքսային հարցերի շուրջ։ Այ օրինակ Եվրամիության հետ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը կամ շատերը գիտեք որպես ՍԵՊԱ կենտրոնանում է բարեփոխումների վրա, բարեփոխումների, կառավարման եւ համագործակցության գործընթացների, բայց ոչ ազատ առևտրի ռեժիմի վրա, քանի որ Հայաստանը պետք է ԵԱՏՄ-ի իր պարտավորություններից չշեղվի։ Հենց սրա պատճառով էլ գոնե իմ կողմից այնքան էլ առայժմ լուրջ չի ընդունվում Եվրամիությանը այդ ազատ առևտրի ռեժիմի միանալու, այդ շուկաներից օգտվելու նկրտումները, եթե այդ շուկաներին միանալու, դրանցից օգտվելու համար լուրջ սահմանափակումներ կան ԵԱՏՄ-ի տեսքով։ Ես սովորաբար Զախարովայի հետ շատ քիչ հարցերում է, որ համաձայնում եմ, բայց պետք է համաձայնեմ նրա այն ասացի հետ, որ ԵԱՏՄ-ն եւ Եվրամիությունը երկու իրար հակասող կառույցներ են եւ մեկի մեջ լինելու տրամաբանությունը հակասում է կամ անհնար է դարձնում մյուսի մեջ լինելը։ Հայաստանը ըստ էության փակված է կամ բանտարկված է տնտեսական մի համակարգում, որտեղ քիչ է վերահսկում սեփական առևտրային ճակատագիրը։ Այո, Հայաստանը տեսականորեն շահում է ԵԱՏՄ-ի շրջանակներում ազատ առևտրից, բայց միևնույն ժամանակ, անգամ որպես ԵԱՏՄ անդամ, Հայաստանը ոչ մի կերպ
պաշտպանված չէ, որ Ռուսաստանը ցանկացած պահի կարող է կամայական սահմանափակումներ կիրառել, խափանել առաքումները կամ անսպասելի առևտրային խոչընդոտներ մտցնել։ Վերադառնամ առևտրային պատերազմներին։ Պատմականորեն առևտրային պատերազմների արդյունքները եղել են գնաճը, սպառողների ավելի մեծ ծախսերը, աշխատատեղերի կորուստը եւ տնտեսական անկայունությունը։ Այնուամենայնիվ, պետք է նշեմ, որ եղել են նաև բացառություններ։ Հատկանշական է 1980-ականների Միացյալ Նահանգներ Ճապոնիա առևտրային պատերազմը։ 1980-ականներին ճապոնական ավտոարտադրողները, ինչպիսիք են Toyota-ն եւ Honda-ն, գերիշխում էին Միացյալ Նահանգների շուկայում, սպառնալով Դետրոյթի մեծ եռյակին, այն է Ford-ին, GM-ին եւ Chrysler-ին։ Ուղղակի մաքսատուրքեր սահմանելու փոխարեն Միացյալ Նահանգները ճնշում գործադրեց Ճապոնիայի վրա, սահմանափակելով ներմուծվող ճապոնական մեքենաների քանակը։ Քանի որ Միացյալ Նահանգները մեծ եւ հարուստ շուկա է, ճապոնական արտադրողները պետք է քայլեր ձեռնարկեին այդ շուկան պահելու համար։ Ճապոնական արտադրողները արտադրությունը տեղափոխեցին Ճապոնիայից դեպի Միացյալ Նահանգներ, կառուցելով գործարաններ եւ ստեղծելով հազարավոր ամերիկյան աշխատատեղեր։ Սա հնարավորություն տվեց ամերիկյան ավտոարտադրողներին սովորել ճապոնական արտադրողներից, ժամանակ տվեց նաև ամերիկյան ավտոարտադրողներին արդիականացնել իրենց արտադրությունը։ Միևնույն ժամանակ ճապոնական արտադրողները Ճապոնիայում սկսեցին փոխել արտադրությունը եւ թողարկել ավելի շքեղ ապրանքանիշեր, ինչպիսիք են Lexus-ը, Acura-ն եւ Infiniti-ն։ Սա այն եզակի դեպքերից է, երբ երկու կողմերն էլ շահեցին։ Մեկ այլ օրինակ է Հնդկաստանի դեղագործական արտադրության զարգացումը։ 1970-ականներին Հնդկաստանը փոխեց իր օրենքները, թույլ չտալով արտասահմանյան դեղագործական ընկերություններին հեշտությամբ արտոնագրել դեղերը Հնդկաստանում։ Նման քայլը հնդկական ընկերություններին թույլ տվեց ուսումնասիրել տարբեր դեղերի բաղադրությունը եւ արտադրել մատչելի գեներիկ կյանք փրկող դեղամիջոցներ։ Ժամանակի ընթացքում Հնդկաստանը դարձավ գեներիկ դեղերի խոշորագույն մատակարարներից մեկը ամբողջ աշխարհում։ Այսօր Հնդկաստանի դեղագործական արտադրությունն արժե ավելի քան 50 միլիարդ դոլար։ Մաքսատուրքեր սահմանելու փոխարեն Հնդկաստանը վերաշարադրեց կանոններն իր օգտին, ապացուցելով, որ ռազմավարական մոտեցումը կարող է խթանել արտադրության աճը։ Այնուամենայնիվ, ցանկանում եմ շեշտել, որ առևտրային պատերազմներում հաջողության պատմություններն ավելի շատ բացառություն են, քան օրինաչափություն։ Կամ բազմաթիվ ձախողումների պատմություններ, երբ մաքսատուրքերը, քվոտաները եւ այլ սահմանափակումները եւ դրանց կիրառումը հանգեցրել են տնտեսական լուրջ բացասական հետևանքների։ Պրոտեկցիոնիստական կամ պաշտպանողական քաղաքականությունն արդյունավետ է միայն այն դեպքում, երբ ժամանակավոր է զուգորդված տեղական արտադրության մեջ ներդրումների հետ։ Առևտրի սահմանափակումների նպատակը պետք է լինի խթանել նորարարությունը եւ հզորացնել ներքին արտադրությունը, այլ ոչ թե պարզապես արգելափակել արտաքին մրցակցությունը։ Իսկ այժմ անդրադառնամ Թրամփի վարչակազմի քաղաքականությանը։ 2018 թվականին Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը առևտրային պատերազմ սկսեց Չինաստանի նկատմամբ, Չինաստանի հետ մաքսատուրքեր սահմանելով ավելի քան 300 միլիարդ դոլար արժողությամբ չինական ապրանքների նկատմամբ։ Թրամփն արդարացրեց Չինաստանի դեմ առևտրային պատերազմը, վկայակոչելով անարդար առևտրային պրակտիկաները, էժան ապրանքներով շուկաները հեղեղելը, մտավոր սեփականության գողությունը եւ ամենաաճող առևտրային դեֆիցիտը։ Մտավոր սեփականության գողությունը եւ տեխնոլոգիաների հարկադիր փոխանցումը դարձավ հիմնական պատճառներից մեկը սկսվող առևտրային պատերազմի համար։ Վաշինգտոնը պնդում էր, որ Սպիտակ տունը, որ ամերիկյան ընկերությունները ստիպված են եղել Չինաստանին տրամադրել կազմակերպությունների մտավոր սեփականություն հանդիսացող բազմաթիվ տեխնոլոգիաներ,
չինական շուկան մուտք գործելու համար։ Սրան հետևեցին բարձր մաքսատուրքերը և լարված հարաբերությունները։ Չինաստանը հակադարձեց մաքսատուրքեր սահմանելով Միացյալ Նահանգների գյուղատնտեսական ապրանքների, ավտոմեքենաների և տեխնոլոգիաների նկատմամբ։ Արդյունքում երկու տնտեսություններն էլ տուժեցին։ Թեև մաքսատուրքերը նախատեսված էին պաշտպանելու ամերիկյան ներքին արտադրողներին Միացյալ Նահանգներում, ի նկատի ունեմ, և ետ բերելու ամերիկյան արտադրողին Չինաստանից դեպի Միացյալ Նահանգներ, նման բան տեղի չունեցավ։ Ամերիկյան արտադրողները, ովքեր արտադրում էին Չինաստանում, պարզապես սկսեցին ավելի շատ արտադրել Վիետնամում և այլուր։ Միևնույն ժամանակ, նման քաղաքականությունը հարվածեց Միացյալ Նահանգներում գործող ֆերմերներին, արտադրողներին և սպառողներին։ Ամերիկացի ֆերմերները հսկայական վնասներ կրեցին, քանի որ Չինաստանը նրանց ամենամեծ գնորդը դադարեցրեց Միացյալ Նահանգներից սոյայի և խոզի մսի գնումները զրոյացնելով միլիարդավոր դոլարների արտահանումը։ Չինաստանի պատասխան մաքսատուրքերը բարձրացրեցին ամեն ինչի գները, մեքենաներից և էլեկտրոնիկայից մինչև շինանյութեր։ Ճիշտ է, Սպիտակ տունը փառքով նշեց, որ խնայել է 11,000 ամերիկյան աշխատատեղ պողպատի արդյունաբերության ոլորտում, բայց փոխարենը Սպիտակ տունը քար լռություն պահպանեց կորսված 245,000 աշխատատեղի մասին։ Ըստ հաշվարկների, առևտրային պատերազմի արդյունքում 245,000 աշխատատեղ Միացյալ Նահանգներում կրճատվեց, քանի որ ձեռնարկությունները չկարողացան դիմակայել աճող ծախսերին և պահանջարկի նվազմանը։ Չինաստանը ևս կորուստներ կրեց։ Չինական արտահանումը դեպի Միացյալ Նահանգներ կտրուկ անկում ապրեց, ինչը հանգեցրեց գործարանների փակմանը և աշխատատեղերի կորստին։ Չինաստանը ևս կորուստներ կրեց։ Չինական արտահանումը դեպի Միացյալ Նահանգներ կտրուկ անկում ապրեց, ինչը հանգեցրեց գործարանների փակման և աշխատատեղերի կորստի։ Չինաստանի կառավարությունը ստիպված եղավ իհարկե դիվերսիֆիկացնել առևտրային հարաբերությունները, մեծացնելով կախվածությունը Եվրոպայից, Աֆրիկայից, ինչպես նաև Ասիայից և Լատին Ամերիկայից։ Դանդաղեց Չինաստանի տնտեսական աճը, հասնելով վերջին 30 տարում գրանցված ամենացածր մակարդակի։ Եվ զարմանալի չէ, որ նման դեպքերի զարգացման ֆոնին ուկրաինական պատերազմը և Ռուսաստանի մեկուսացումը պարզապես նվեր էր Չինաստանին տնտեսական առումով։ Չինաստանի առաջ բացվեց մեծ շուկա, հնարավորություն ընձեռելով դիվերսիֆիկացնելու և կորուստները մասամբ նվազեցնելու։ Այսպիսով, ինչու էր այս առևտրային պատերազմը աղետ և ինչու է շարունակվում այս պատերազմը լինել աղետ։ Երկու տնտեսություններն էլ հարյուրավոր միլիարդավոր դոլարներ կորցրեցին։ Համաշխարհային մատակարարման շղթաները խաթարվեցին և արտադրությունը չվերադարձավ Միացյալ Նահանգներ։ Աշխատատեղերը վերականգնելու փոխարեն շատ ընկերություններ արտադրությունը տեղափոխեցին Վիետնամ, չարտադրեցին Միացյալ Նահանգներում, այլ Վիետնամում և Մեքսիկայում սկսեցին արտադրել շրջանցելով մաքսատուրքերը։ Կորցրած եկամուտը փոխհատուցելու համար Միացյալ Նահանգների կառավարությունը ստիպված եղավ տրամադրել ավելի քան 28 միլիարդ դոլարի կամ հաստատել ավելի քան 28 միլիարդ դոլարի պետական աջակցություն գյուղատնտեսությանը և այսինքն ֆերմերներին։ Միևնույն ժամանակ գները սկսեցին աճել, թանկացնելով առաջին անհրաժեշտության ապրանքները։ Եվ այս առևտրային պատերազմը շարունակվում է մինչ օրս։ Ոմանք նույնիսկ պնդում են, որ այս առևտրային պատերազմը նշանավորեց նոր սառը պատերազմի սկիզբը Միացյալ Նահանգների և Չինաստանի միջև հակամարտություն, որն իմ կարծիքով սկսվել էր մինչ առևտրային պատերազմը, դրանից մի քանի տարի առաջ, բայց ավելի սրվեց աճող մաքսատուրքերի պատճառով։ Այսօր արդեն Միացյալ Նահանգները ոչ միայն առևտրային պատերազմ է մղում Չինաստանի, այլ նաև իր հարևան երկրների հետ, հատկապես Կանադայի հետ, ինչը կարծում եմ բավական լուրջ բացասական հետևանքներ կթողնի երկու երկրների տնտեսությունների և հարաբերությունների վրա։ Կանադայի հետ առևտրային պատերազմը հատկապես
շատ հետաքրքիր է ոչ միայն նրա համար, որ Կանադան միշտ կիսել է Միացյալ Նահանգների արժեքները, գրեթե բոլոր խնդիրներում Միացյալ Նահանգների միջազգային խնդիրներում կողքին է եղել որպես լավ հարևան, բայց նաև հետաքրքիր է այն առումով, որ Դոնալդ Թրամփը սկսեց հարձակվել եւ քննադատել Կանադայի հետ կնքած առևտրային գործարքը։ Նա սկսեց անվանել այն հիմարություն, ահավոր վատ պայմանագիր Միացյալ Նահանգների համար եւ բազմաթիվ վատ որակումներ տալ դրան։ Մնում է մի հարց տալ. իսկ ով է կնքել այդ գործարքը։ Գուցե մինչև վերջ չեմ կարող պնդել, բայց Դոնալդ Թրամփը ճանաչի այն մարդուն, ով ԱՄՆ կողմից ստորագրել է այդ գործարքը։ Նրա անունն է Դոնալդ Թրամփ։ Երկրորդ նախագահության ժամանակվա Դոնալդ Թրամփը չի համաձայնվում առաջին նախագահության ժամանակ Դոնալդ Թրամփի կնքած գործարքներին։ Եվ Կանադան թիրախներից միայն մեկն է։ Առևտրային պատերազմները հիշենք, որ պատմականորեն ավելի շատ վնաս են պատճառել, քան օգուտ հանգեցնելով գնաճի, սպառողական ավելի մեծ ծախսերի, աշխատատեղերի կորստի եւ տնտեսական անկայունության։ Պատմությունը ցույց է տալիս, որ այդ հակամարտությունները հաճախ հակառակ արդյունք են տալիս, առաջացնելով երկարաժամկետ տնտեսական խաթարումներ։ Այսօրվա տեսանյութը ցանկանում եմ ամփոփել մի պատմությամբ, որը ցույց է տալիս, որ առևտրային պատերազմներում նույնիսկ կարճաժամկետ ձեռքբերումները կարող են խաբուսիկ եւ ապակողմնորոշիչ լինել։ 1980-ականներին Միացյալ Նահանգները սկսեց Ճապոնիայի դեմ առևտրային պատերազմ կիսահաղորդիչների համար։ Այն ժամանակ Ճապոնիան գերիշխում էր կիսահաղորդիչների չիպերի համաշխարհային շուկայում, արտադրելով ավելի որակյալ եւ ավելի ցածր գներով չիպեր, քան Միացյալ Նահանգներն էր անում։ Միացյալ Նահանգները սկսեց մեղադրել Ճապոնիային արհեստականորեն ցածր գներով կիսահաղորդիչների դեմպինգի եւ անարդար առևտրային պրակտիկայի մեջ։ Ի պատասխան 1986 թվականին Միացյալ Նահանգները 100% մաքսատուրքեր սահմանեց ճապոնական կիսահաղորդիչների վրա ներքին արտադրողին, ինչպիսիք են Intel-ը եւ Texas Instruments-ը պաշտպանելու նպատակով։ Կարճաժամկետ կտրվածքում մաքսատուրքերի սահմանումը կարծես թե օգնեց։ Նման քայլը հնարավորություն տվեց ամերիկյան կիսահաղորդիչ արտադրող ընկերություններին շունչ քաշել, բայց հաղթանակը ժամանակավոր էր։ Միացյալ Նահանգներում կիսահաղորդիչների արտադրությունը շարունակեց անկում ապրել, նույնիսկ մաքսատուրքերի առկայության պարագայում արտադրությունը տուժում էր եւ աստիճանաբար տեղափոխվեց երկրի սահմաններից դուրս, եւ շուտով Թայվանը եւ Հարավային Կորեան հանդես եկան որպես նոր գլոբալ առաջնորդներ այս ոլորտում։ Փաստորեն Միացյալ Նահանգները ստիպված սկսեց կիսահաղորդիչներ գնել Հարավային Կորեայից եւ Թայվանից։ Միևնույն ժամանակ Միացյալ Նահանգների նման քայլը վնասեց ճապոնական կիսահաղորդիչների արտադրությունը։ Ճապոնիան ստիպված եղավ սևեռել ուշադրությունը մեկ այլ ոլորտի վրա։ Այն շատ մեծ ռեսուրսներ ուղղեց դեպի սպառողական էլեկտրոնիկայի եւ ավտոմեքենաների վրա, արտադրության վրա այս ոլորտներում շուտով գերիշխելով ամբողջ աշխարհում։ Տնտեսական հետևանքներից զատ այս առևտրային պատերազմն իր հետքը թողեց Միացյալ Նահանգներ-Ճապոնիա հարաբերությունների վրա։ Այն, ինչ սկսվեց որպես տեխնոլոգիական գերակայության համար պայքար, հանգեցրեց երկու երկրների միջև տասնամյակների տնտեսական լարվածության։ Թեև Միացյալ Նահանգները հույս ուներ զսպել Ճապոնիայի ազդեցությունը, մաքսատուրքերը ստիպեցին Ճապոնիային նորամուծություններ կատարել մեկ այլ ոլորտում, ի վերջո դառնալով ավելի ուժեղ մրցակից Ամերիկայի համար արդեն այլ ոլորտներում։ Այնպես որ պատմությունն առաջարկում է բազմաթիվ դասեր։ Կարևորը, թե ով է կարողանում դրանցից ճիշտ եզրակացություններ անել։ Ձեզ հետ էր Word and Me Project-ը եւ դոկտոր Եվա Ալեքսանյանը։ Չմոռանաք սեղմել հավանել կոճակը եւ գրանցվել այս ալիքին տարբեր թեմաներով տեսանյութերի համար։ Իսկ մենք կհանդիպենք։